Ավետիսյանների հարազատները մեկ բանում համոզված են, ընտանիքի 7 անդամին դաժանորեն սպանելը մեկ անձի ձեռքի գործ չէ։ Նույնը չի կարող հստակ պնդել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը։ Նախաքննությունն է այդպես պահանջում։ Այս պահին միանշանակ ասել, որ ինքը միայնակ չի եղել, դա հնարավոր չի, բայց միաժամանակ նաև բացարձակապես չեն կարող ասել, որ միայնակ է եղել։ Գուցե ես կրկնվեցի, ամենայն դեպս կարող է իր հետ անձ եղել է կամ չի եղել։ Չեն կարող ասել միայնակ է, չեն կարող ասել միայնակ չի։ Ինձ թվում է, որ բոլորն է շահագրգիռ են այս գործի ճիշտ բացատրությանը, ճիշտ գործին հասնելու համար, ինձ թվում է, որ պետք է որ լինի աշտաշտատ, լինի պարզվի, պետք է, այդպես է թվում ինձ։ Ավետիսյանների հարազատներն ասում են, որ Ավետիսյանների ընտանիքի անդամները ծանոթ չեն եղել Պերմյակովին։ Երեմ Սարգսյանն էլ նշում է, որ գործի շահերից դուրս գալով ինքն արդեն միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին։ Ինչն է, որ մեզ ստիպում է բազմակողմանությունը ապավելու համար պարտադրել նախաքննական մարմնի միջնորդություններով, որպեսզի այդ բոլոր ծավալի գործողությունները կատարի, իրենց պարտականությունն էլ օրենքով սահմանված դա է, որ բազմակողմանի քննություն կատարի։ Եթե որևէ վարկած ընդունվեց ինձ անդադ հարցնում, որն է ամենահավանականը, չկա։ Ամենահավանական չկա, կան վարկածներ, որոնք որ պետք է ստուգվեն, հերկվեն կամ հաստատվեն հնարավորության սահմանում։ Հարազատները այս պահին բացառում են, որ այստեղ կարող է անձնական շարժառիթ լինի։ Իրենք բացառում են, իրավունք ունեն բացառան։ Ես որպես իրենց ներկայացուցիչ բացարձակ իրավունք չունեմ նաև այդ վարկածը բացառելու եւ նաև դրան ուղղված միջնորդություն ներկայացնել։ Դիտավորություն թե պատահականություն։ Հարցը հուզում է ոչ միայն հարազատներին ու փաստաբանին, այլև բոլորին։ Պատահականության պարագայում ըստ հարազատների թող հաշվեհարդար տեսնեին ընտանիքի 1 կամ 2 անդամի հետ։ Երեխայի նկատմամբ կիրառված դաժանությունը տուժողների իրավահաջորդների խոսքով փոխում է իրավիճակը։ Այդպես ընտանիք չեն եղել, որ շփված եղնին այլ մաֆիաների կամ ինչ-որ գործերի մեջ կամ չգիտեմ ինչ միլիոնների տեր չեն եղել, սովորական հասարակ բան, որ մարդիկ։ Երեմ Սարգսյանը միանշանակ կողմ է, որ հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը պետք է պատժվի Հայաստանի օրենքով։ Եթե նույնիսկ դա տեղի չունենա եւ դատավարությունը իրականացնի ռուսական կողմը, ապա իրենք պահանջելու են, որ այն ընթանա հայերենով։ Գտնում ենք, որ ռուսական կողմը ըստ էության անօրինական է իրենց կողմից այդ գործի քննությունը։ Այդ գործի քննությունը պետք է իրականացնի միմիայն հայկական կողմը սպանության մասով, հետևաբար մենք հենց այդ նկատառումներից ելնելով չենք դիմում իրենց եւ պահանջում ենք, որպեսզի գործը փոխանցվի հայկական կողմին։ Մենք դատավարությանը որ կողմն էլ որ քննություն իրականացնի, մենք մասնակցելու ենք մեր մայրենի լեզվով։ Տուժողների հարազատների ու իրավահաջորդների հետ հանդիպումից հետո փաստաբանը նախատեսում է լինել դեպքի վայրում, ուսումնասիրել հանցագործի Զորամասից մինչև Ավետիսյանների տուն, այնուհետ դեպի Բայանդուր տանող ճանապարհահատվածները։ Արդյոք սա պատահական ընտրված ինչ-որ տուն էր, թե իրականում այլ շարժառիթով, այլ պատճառով, որ ավելի խոր արմատներ ունի, որին ուղղված քայլեր անում է։ Արդյոք միայնակ է, թե միայնակ չէր։ Ինչու հագուստները թողվեց, թե չթողվեց։ Ինչի ասենք այդ երեխայի հետ կապված, եթե սա վախի մթնոլորտից է կատարվել, ասենք ինչի է պարտադիր միջև վերջ փորձել երեխային ինչ-որ այդ վնասվածքները հասցնել։ Ըստ Երեմ Սարգսյանի, ինչուները շատ են, վարկածները բազում։ Գործին առնչվող յուրաքանչյուր նոր մանրուք կարող է հանդիսանալ բացահայտման բանալի։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։